Սիրելի ֆուտբոլասաններ, շարունակում ենք խաղային օրը ու վարքյանները անցընդամենը կմեկնարկի օրվա վերջին հանդիպումը էլիտ լիգայի շրջանակներում շատ հետաքրքիր դիմակայություն կդիտենք Լեռնային Արցախ Վերդերի հանդիպումը, այո, շատ կարևոր հանդիպում Լեռնային Արցախ իհարկե պայքարում է չեմպիոնական տիտղոսի համար, չբացառենք նաև իհարկե Վերդերին այդ մրցապայքարում, պարզապես հիմա միավորներն այնպես են դասավորվել, որ առաջատար Վիլյարեալին պետք է ավելի մոտենալ Լեռնային Արցախը նա ունի այդ հնարավորությունը ու դրա համար միայն Արցախին այս խաղում անհրաժեշտ է հարկավոր գոնե միավորների տարբերությունը մի փոքր կրճատելու համար։ Հիմա եկեք արագորեն ծանոթանանք մրցող թիմերի հայտարարությունների հետ, հետո արդեն մրցաշարային աղյուսակում տիրող պատկերին անդրադառնանք։ Սկսենք Վերդերից Էդվարդ Հարությունյանը պաշտպանում է դարպասը համար 1, Էրիկ Էլոյան համար 7, Հայկ Մուրադյանը համար 10, Նաթիմի Ավակտե, Մայիս Մելքոնյան համար 11, Խաչատուր Էրզրումյան համար 14, Գևորգ Պողոսյան համար 20, Էրիկ Հովսեփյան համար 21 եւ Գագիկ Գումրոյան համար 23։ Լեռնային Արցախ Էրիկ Խաչատյանը պաշտպանում է դարպասը համար 1, Արսեն Ուլուբաբյան 4, Ռոնալդ Մելքումյան համար 7, Հարություն Մանգասարյան համար 8, Կամո Մանգասարյան համար 9, Արսեն Սարգսյան համար 10, Նաթիմի Ավակտե, Վալերի Բաբայան համար 11, Միքայել Արաքելյան համար 22, Տիգյան Համբարձումյան համար 23 եւ Նիկոլայ Համբարձումյան համար 99, ինչպես նաեւ Արման Միրզոյան համար 33, այսպեսի հայտարարություն ունի այս հանդիպման հետ կապված Լեռնային Արցախը, տեսնենք իսկապես այս դիմակայությունը շատ հետաքրքիր է խոստանում լինել մեզ ու տեսնենք այսօր խաղադաշտից կողմերից, որ մեկը իհարկե կփորձի խաղադաշտը լքել հաղթանակով իհարկե կրկնում եմ եւս մեկ անգամ մրցաշարային աղյուսակում դիտող պատկերը ամեն տուրից հետո էլ ավելի է հետաքրքրանում, բայց այսքան տուրեր են անցել եւ ձեր Վիլյարեալը չունի միավորների կորուստ։ Հիմա մրցաշարային աղյուսակին ծանոթացնեմ այս պահին Վիլյարեալը 36 միավորով գլխավորում է Տիգան 27 միավորով Լեռնային Արցախը երկրորդ է, այո 9 միավոր զիջում է Լեռնային Արցախը, բայց երկու հանդիպում պակաս է անցկացել։ Հաստատի ստացվում է այնպես, եթե Լեռնային Արցախի բոլոր բացողած հանդիպումները հաղթում է, ապա ընդամենը 3 միավոր է դառնում տարբերությունը հավասար խաղերի պայմաններում այդ դեպքում Վիլյարեալի նկատմամբ, այո 3 միավոր զիջում է ամեն դեպքում այդ դրությամբ Լեռնային Արցախը, բայց իհարկե ամեն ինչ կարող է պատահել Վիլյարեալն էլ դեռ կրկնում եմ 12 հանդիպումից հետո ունի տարած նույնքան հաղթանակ, իսկ Վերդերը այս պահին 9-րդ է վաստակած 19 միավորով, բայց որն է հետաքրքիր, եթե այսօր հաղթում է Վերդերը, ապա բարձրանում է անմիջապես 5-րդ հորիզոնական ու 2 միավորի առավելություն է ստանում 5-րդ նկատմամբ։ Պատկերացնում եք 5-ից մինչև 9-րդ հորիզոնականները զբաղեցած թիմերին ընդամենը 1 միավոր է բաժանում։ Այսպես պատկերը ավելի էլիտ լիգայում Էրզրումյանի փորձը պատվի վրա ընդունել։ Այս արված ներողությունը պատայլ Ես զից են հետելու Վերդերը Մուրադյանը կկատարի եզրային նետումը դեպի Մելքոնյանը նորից Հայկ Մուրադյան դեպի կենտրոն ու այստեղ արդեն կարողացավ Լեռնային Արցախը հեռացնել գնդակը, բայց իհարկե Էլոյանն էլ ամենաճիշտ պահին, ամենաճիշտ դիրքում է հայտնվել ու թույլ չտվեց մրցակցին հակագրով սկսել Էլոյան ուղարկում է գնդակը դեպի Էրզրումյանը Եվս մեկ փոխանցում Էրզրումյանից դեպի առաջ հասավ գնդակը Հովսեփյանին շատ լավ նկատեց Գևորգ Պողոսյանին, Հովսեփյանը
Պողոսյան, տեսնենք ինչ շարունակությունը նախընտրել Պողոսյանը դեպի ետ Մայիս Մելքոնյանի ուղղությամբ, Էրզրումյանը չկա այդ վերջին հարվածը, հետո Էրզրումյանը խաղում է բնականաբար խաղի կանոններ, այո, թիկունքից հրեց Մանգասարյանին եւ դա խաղի կանոնների խախտում էր, իսկ այստեղ արդեն շապեցին Լեռնային Արցախի ֆուտբոլիստները, իհարկե փորձեցին մեկ փոխանցումով Արսեն Սարգսյանին դուրս բերել հարվածային, բայց բավական ուժեղ ստացվեց այս փոխանցումը ու արդեն Ֆերդերը սկսում եմ եւս մեկ գրում Էլոյան ուղարկեց գնդակը Հովսեփյանին Մելքոնյան ու թույլ ստացվեց մի փոքր այս փոխանցումը, բայց նորից Պողոսյանն է առաջին արձագանքում գնդակին շարժվում է առաջ Գևորգ Պողոսյանը իսկ այստեղ արդեն կորցրեց գնդակ, այո, եսից գնետի Լեռնային Արցախը Մանգասարյան, կամո Մանգասարյանն է գնդակով փակվեց դա Մանգասարյանի փոխանցման ճանապարհը Հովսեփյան շարժվում է առաջ Հովսեփյանն էլ արվածեց ու այստեղ շեղությամբ ընթացավ Էրիկ Հովսեփյանի կատարած արվածը Գլորում են գնդակը Լեռնային Արցախի ֆուտբոլիստները պաշտպանություն Համբարձումյանն է առաջ արվում Դեպի Վալերի Բաբայան ուղարկեց գնդակը, մի փոքր հեռու թողեց Բաբայանը, բայց կարողացավ ամեն դեպքում հասնել այդ գնդակին Համբարձումյան դեպի Լուբաբյանը Վալերի Բաբայան գնում է խլման Հովսեփյանը ու քիչ էր մնացել ստացվել դա Հովսեփյանի մոտ, բայց դա չկորցրեց իհարկե նրա գործողության արժեքը ամեն դեպքում մնաց գնդակը Վերդերի մոտ ճիշտ է հիմա արդեն Լեռնային Արցախը սկսելու դարպասից, բայց այդ դրվագում ստացվեց այլ գնդակը Վերդերի ֆուտբոլիստների մոտ եւս մեկ երկար փոխանցում, բայց ուժեղ է ստացվում նաեւ այս փոխանցումը Մելքոնյան թողեց Մուրադյանին, նորից Մելքոնյան ու արդեն գնդակը տեղափոխում է Էրիկ Էլոյանի ուղղությամբ Մուրադյան գնաց խլման Մանգասարյանը, բայց իհարկե Մուրադյանը կարողացավ փոխանցել Մելքոնյանի ուղղությամբ, իսկ այստեղ արդեն հիմա դադարեցնում է մրցավարը հանդիպումը, տեսնենք ինչ պատահեց այդ Մուրադյանին, Վերդերի ավակը կարծես հարված ստացավ ձեռքին Բայց ամեն ինչ կարգին է Մուրադյանի հետ շարունակում ենք հանդիպումը Համբարձումյանը գնդակով աչքի եզրում կա փոխանցումը դեպի Մանգասարյանը հասավ գնդակը Մանգասարյանին կրունկով դեպի Համբարձումյանը միացել է Համբարձումյանը գրոին ու այստեղ ամեն դեպքում խնդիրներ առաջացեց Վերդերի ֆուտբոլիստերի համար իսկ ինչը պահանջում Էլոյանը կարծես խախտում ոչ անկյունային է վաստակում Լեռնային Արցախ այս իրավիճակում Հետևենք անկյունային խաղարկմանը Արսեն Սարգսյանն է իրականացնելու այն կա փոխանցումը ու այստեղ արդեն այդ հարվածը չտեսանք դեպի Էդվարդ Հարությունյանի դարպասը իսկ այստեղ էլ Մանգասարյան հետո Մելքոնյանը խլեց գնդակ ու այստեղ կարողանում է վայել Վերդերի ֆուտբոլիստը ճիշտ է հետո ուժեղ ստացեց Մելքոնյանի փոխանցումը եւ հիմա արդեն Լեռնային Արցախի գրոհ շատ լավ անցում ու փոխանցում են տեսնում այստեղ Հարություն Մանգասարյանից, բայց Կամո Մանգասարյանը արդեն այլ դիրքում ենք սպասում գնդակին Լուբաբյան Երկար փոխանցում դեպի Սարգսյանը ընդունեց Սարգսյանն էլ գնդակը շրջվեց Արսեն Սարգսյանը Եվ հետո Մելքոնյանը խախտեց խաղի կանոնները Սարգսյանի դեմ պայքարում Հետևենք այս ստանդարտին Սարգսյան սա փոխանցում է դեպի հեռավոր անկյունը, բայց ուժեղ ստացվեց փոխանցումը Արսեն Սարգսյանի կատարած
Եվ վերդերը սկսում եմ պաշտպանությունից Մուրադյան ուղարկեց գնդակը Մայիս Մելքոնյանին դեպի Էրզրումյանը նորից Մուրադյան դեպի Մելքոնյանը, բայց այստեղ չստացվեց հաջող կասեցնել Մայիս Մելքոնյանի մոտ գնդակ ու արդեն եզրային նետում պետք է իրականացնել Լեռնային Արցախի տղաները Մելքոնյան դեպի մրցակցի տուգանային փորձեց հասցեակել գնդակը, բայց ստացվեց այստեղ Լեռնային Արցախի մոտ Արսեն Սարգսյան Բաբայան մեկապումով դեպի Մանգասարյանը դեպի Աչ Ամբարձումյանին նորից Բաբայան, բայց այստեղ Պողոսյանը հայտնվեց մրցակցի հարվածի ճանապարհին ու հեռացեց գնդակը Արսեն Սարգսյան այստեղ չստացվեց ընդունել գնդակը, բայց հետո էլ Մուրադյանը շատ հաջող խլում է իրականացնում գնդակի ու վերդերը փորձում է գրոհի անցնել փորձեցին հիմա վերդերի ֆուտբոլիստները գնդակը Բաբայան Երկար փոխանցում Արությունյանն է դուրս գալիս դարպասից ու հեռացնում գնդակը Բողոսյան Առայժմ հանգիստ մի փոքր տեսնում իհարկե խաղադաշտում եւ դա միայն այն պարզ պատճառով որ դարպասի գրավում դեռ չունենք իհարկե մեկ հեղինակած գնդակ ու խաղադաշտում կտրուկ ամեն ինչ կարող է փոխվել Մայիս Մելքոնյան փորձեց գնդակը հարմարեցնել ձախ ոտքին ու արվածել բայց դա թույլ չտվեցին Մելքոնյանին Լեռնային Արցախի ֆուտբոլիստները Պողոսյան ռիսկային էր բայց ամեն դեպքում ստացվեց բայել գնդակը Գումրոյան ու գնդակի տեղափոխություն դեպի Ձախ Էլոյանի ուղղությամբ Էլոյան դեպի կենտրոնը տեղաշարժվում Մերիկ Էլոյանը դեպի ետ Գումրոյանին հասցեակեց գնդակը Հայկ Մուրադյան դեպի Մելքոնյան ու այստեղ Բաբայան ավելի շուտ արձագանքեց գնդակին Վալերի Բաբայան երկար փոխանցում եւ Մուրադյան Հագեց այդ փոխանցման ճանապարհը հասնում է գնդակը Հովսեփյանին դեպի Պողոսյանը շատ լավ գործեց Պողոսյան ու վերդերն է անցել գրոհի Պողոսյան թույլ է ստացվում մի փոքր իհարկե այս փոխանցումը մի փոքր ավելի ուժեղ ու Հովսեփյանը շատ նպաստավոր դիրքում էր հայտնվում հարված կատարելու համար Անգասարյան կա Վալերի Բաբայանը կա փոխանցում Բաբայանի ուղղությամբ Բաբայան հարված բայց բարձր ուժեղ ստացվեց Բաբայանի այս փորձը Էրիկ Էլոյան շատ լավ գործեց ու սկսում է վերդերի համար եւս մեկ գրոհ Էլոյանը դեպի կենտրոն ուղարկեց գնդակը Պողոսյանին երկար փոխանցում դեպի Էրզրումյանը իսկ այստեղ արդեն շատ լավ գործեց Էրզրումյանին մոտ կանգնած Լեռնային Արցախի պաշտպան տվյալ դեպքում Արման Միրզոյանն էր Մայիս Մելքոնյան իջեցեց գնդակը Մելքոնյանը շատ լավ տեղափոխություն դեպի Ձախ եզր Հովսեփյանի ուղղությամբ Էրզրումյան եւ այստեղ կորցրեց գնդակը վերդերը ճիշտ է բայց շահակագրով է Լեռնային Արցախը չստացվեց քանի որ Գումրոյանը առաջին արձագանքեց գնդակին Հովսեփյան դեպի Մելքոնյանը բայց նորից չի ստացվում Մելքոնյանի մոտ հաջող կասեցում կատարել Հայկ Մուրադյան ստացվեց Պողոսյանի մոտ փոխանցել Մուրադյանի ուղղությամբ կենտրոնից կա տարբերակ, բայց Մայիս Մելքոնյանի ուղղությամբ փոխանցեց Մուրադյանը Մելքոնյան դեպի կենտրոն Էլոյան ցածրից ու աճիվը բացված է Էրիկ Էլոյան 1-0 վերդերը առաջի հասնում հաշվի մեջ
Այո, շատ լավ հարված է Ծելոյանը, բացեց այս հանդիպադաշիվը ու տեսնենք Լեռնային Արցախի պատասխանը ինչպես պետք է ստացվի, արդեն նրանք հայտնվել են պարտվողի կարգավիճակում, իսկ Ծելոյանի հարվածի մասին իհարկե բիլիարդային հարված կատարեց Ծելոյանը եւ ոչ մի շանս չտվեց այս դեպքում դարպասապահերի Խաչատյանին հեռավոր անկյունը գրավեց Ծելոյանը, իհարկե Խաչատյանը փորձեց հասնել գնդակին եւ կարծում եմ առաջին պատճառն այն էր, որ գարա տեսադաշտը բակ էր, հետո մինչեւ նկատեց հարվածի ուղղությունը Խաչատրյանը արդեն ուշ էր գնդակին հասնելու համար։ Եվ տեսնենք իսկապես Լեռնային Արցախին շատ հազվադեպ կարող ենք մենք տեսնել հաշվի մեջ զիջելիս ու տեսնենք նրանք ինչպես պետք է փորձեն դուրս գալ այս իրավիճակից։ Մանգասարյան փոխանցում ու Գումրոյանը փակեց փոխանցման ճանապարհը, բայց ամեն դեպքում ստացվեց հիմա Վերդերի մոտ գնդակին արևմուտքն նետում է գնդակը Գումրոյանի ուղղությամբ Պողոսյան նկատեց Երզրումյանին մեկը մովել թողեց Երզրումյանը գնդակը Մելքոնյանին դեպի կենտրոն Պողոսյանի ուղղությամբ ու հիմա վտանգավոր իրավիճակ էր կարող էր Վերդերը հասնել հաջողության, բայց Նայր նշենք, որ ունի շատ կարևոր ու առանցքային ֆուտբոլիստի բացակայություն Վերդերը Զորա Բադարյանը բացակայում է թիմի հայտարարում, որակասրտված է Ադարյանը իհարկե դեղին քարտերի սահմանը չափը լրացել է, այդ իսկ պատճառով այսօր Ադարյանը չկա այս հանդիպանը խաղադաշտում, բայց պետք է Վերդերը իհարկե փորձի Ադարյանի բացակայությունը լրացնել։ Մելքոնյան շատ լավ խաղարկում Երզրումյանի հետ Խաչատուրը Երզրումյան կրունկով բայց այստեղ արդեն ավելի շուտ արձագանքեց Լեռնային Արցախի ֆուտբոլիստը, քան Մայից Մելքոնյանը հասավ գնդակին։ Էլոյան դեպի կենտրոն ևս մեկ երվից փորձ ու Համբարձումյանի վրա է տունում Էլոյանի հարվածը Բաբայան։ Դեպի Մանգասարյանը գլորեց գնդակը Բաբայանը, բայց այստեղ էլ խլեցին կրկին Վերդերի ֆուտբոլիստները Գումրոյան դեպի Պողոսյանը, Հայկ Մուրադյան Եվ Վերդերը հանգիստ խաղարկում է գնդակը Մայիս Մելքոնյան, փակեց Բաբայանը գնդակի ուղղությունը ու արդեն եզրային նետում է իրականացնելու Վերդերը Համբարձումյան կա փոխանցում, այստեղ Մուրադյանն առաջինն է արձագանքում գնդակին, բայց իհարկե փակեց նաև այստեղ Համբարձումյանը գնդակի ճանապարհը Եզրային նետում իրականացված է Երզրումյան, բայց այստեղ էլ Երզրումյանը լավ գործեց ու հիմա արդեն Լեռնային Արցախ է փորձում գրովել, բայց իհարկե Մելքոնյանը նահանջեց ու հոգնեց պաշտպանությանը, Մելքոնյան շատ լավն է նաև այս փոխանցումը Հովսեփյան դեպի Մելքոնյանը Էլոյան երկար փոխանցում առաջ, այստեղ էլ Համբարձումյանն է առաջին արձագանքում գնդակին, բայց դա չի խանգարում Էրիկ Հովսեփյանի մոտ հետո հասնել գնդակին, ճիշտ է նորից կորցրեց գնդակը Վերդերը, բայց ամեն դեպքում շատ արագ էլ Մայիս Մելքոնյանը կարողացավ այն վերականգնել Վերդերի ֆուտբոլիստների համար Գևորգ Պողոսյան դեպի ցակը դուրս գնդակը Հովսեփյանին կստացավ Խաչատուրը Երզրումյանն էլ գնդակը բայց փոխանցումը դուրս ստացվեց Երզրումյանի կատարած Բաբայան ու հիմա արդեն գրոհի է հասնում Լեռնային Արցախը Մանգասարյանը երբից փորձ բարձր է ստացվում Մանգասարյանի կատարած հարվածը Էլոյան պայեց գնդակը
Դուրս եկավ խաղադաշ Լեռնային Արցախի կազմում Ռոնալդ Մելքումյանը նա փոխարինեց Արսեն Սարգսյանին ու տեսնենք առաջին ըմբումը Մելքումյանի գնդակին տեսնենք նա արդեն թարմ ուժերով իսկ փորձի անել խաղում է Մայիս Մելքումյանը խաղի կանոնները Ստանդարտին հետևենք կարծես Մելքումյանը պատրաստվում է հեռար արված կատարելուն Կա Սուլիչը Մելքումյան տեսնենք հարվածը կա ու այստեղ անկյունային է վաստակում Լեռնային Արցախը անդրադարձը շատ վտանգավոր ստացեց Վերդերի ֆուտբոլիստների համար եւ կարող էր հիմա գնդակ հայտնվել Իհարկե Էդվարդ Հարությունյանի պաշտպանած դարպասում բայց մի փոքր շեղությամբ ընթացավ Անկյունայինին հետևենք, որ իրականացնելու է Լեռնային Արցախը Բաբայան ծածրից Համբարձումյան ու ստացվեց այս դրվագում և հիմա շատ ուժեղ կատարեց փոխանցումը Պողոսյանը դեպի Էլոյանը Ռոնալդ Մելքումյան Դեպի Մանգասարյանը լավն էր փոխանցումը կամո Մանգասարյան, բայց հարվածը շեշ ստացվեց Մանգասարյանի կատարած ու հարված կտեսնենք արդեն Էդվարդ Հարությունյանի պաշտպանած դարպասից Գումրոյան դեպի Աչ Մուրադյանին հաստիակեց գնդակը Նորից Գումրոյան Մելքոնյան շատ լավ կարողացավ Խաղարկել Վերդերը այս դրվագում գնդակը Պողոսյան, Էլոյան առաջինն է հասնում Էլոյանը գնդակին և սա հակագրո է Վերդերի համար տեսեք որտեղ հասավ Էլոյանը Էրիկ Էլոյանով է կատարելու հարվածը դարպասի ուղղությամբ Էրզրումյանը միգուցե ոչ արդեն կորցրեց Էրզրումյանը հարված կատարելու հնարավորություն ուղարկեց գնդակը Մելքոնյանին նա հարվածեց բայց բարձր ստացվեց Մայիս Մելքոնյանը կատարած հարվածը Լեռնային Արցախը հիմա սկսում եմ ևս մեկ կերով կազմակերպել Վալերի Բաբայան Դեպի Աչ ուղարկեց գնդակը Համբարձումյանի ուղղությամբ սա փոխանցում էր, որը Հովսեփյանի վրա ընդունեց ևս մեկ փոխանցում Համբարձումյան Բաբայան նորից Համբարձումյան ու ևս մեկ փոխանցում կա, բայց արդեն Էդվարդ Հարությունյանը վերցնում է գնդակը Եվ ուժեղ հարվածով այն ուղարկում առաջ դեպի Էրզրումյանը տեսնենք Ստացվեց փակել մարմնով գնդակի Էրզրումյանի մոտ ու հասավ Խաչատուր Էրզրումյանը այս գնդակին միայնակ այս իրավիճակում և մաքսիմալ ինչ կարողացավ անել իհարկե ծափարություններ Էրզրումյանին շատ բարդ անկյունում էր հայտնվելու կարողացավ ամենայն դեպս եզրային է տուն վաստակել Վերդերի ֆուտբոլիստերի համար Պողոսյան Էլոյան ուղարկեց գնդակը Էլոյան շատ լավ է գործում, բայց այստեղ փոխանցումը Վերդերի ֆուտբոլիստերից ոչ ոքի բաժին չասա Մանգասարյան, հակագրոյի բորդ, բայց Մելքոնյանը հաստրեց, Գումրոյան ռիսկի է դիմում այստեղ, Ռոնալդ Մելքումյան տեսնենք, Մելքումյան հարված ու փակվեց հարվածի ճանապարհը այս դրվագում, բայց հիմա մրցավարը կդիտի դրվագի կրկնապատկերը, տեսնենք ձեռքով խաղ թե ոչ։ Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը ու այո չկար ձեռքով խաղ Մայիս Մելքոնյանի գործողություններում, բայց Լեռնային Արցախը կիրականացնի անկյունային հարված ու տեսնենք այս անկյունայինը ինչի կփորձեն վերացնել Լեռնային Արցախի ֆուտբոլիստները Մանգասարյանն իրականացնելու անկյունայինը փոխանցումը կա հեղրացեց Պողոսյանը գնդակը Միրզոյան դեպի կենտրոն ու Ուլուբաբյանն էլ կարողացավ թողնել գնդակը դարպասապա Էդիկ Խաչատրյանին Խորքից փոխանցում և Հարությունյանին է բաժնացնում գնդակը ու Հարությունյանն էլ գլորում է գնդակը պարզապես Էրիկ Էլոյանի ուղղությամբ
Ovsepian փորձեց առաջին արձագանքել գնդակին չստացվեց, բայց Ուլուբաբյանի այս փորձը լանաճով էր ու ախնդրեմ եզրային հետում իրականացնելու Վերդերը Էլքոնյանն նետեց Մուրատյանի ուղղությամբ ու վերջ խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվեց Էրիկ Էլոյանի խփած գնդակը միակ թե առաջին խաղակեսում ինչի շտորի վատում է Վերդերը մեզ մոտ կար դատարը որից հետո շարունակենք Սիրելի ֆուտբոլասերներ բեկտարկեց Լեռնային Արցախ տնտեն Վերդերի հանդիպան երկրորդ խաղակեսը առաջին կեսից հետո Էրիկ Էլոյանի խփած գնդակի շնորհիվ հաղթում է 1-0 Վերդերը ու տեսնենք արդեն երկրորդ խաղակեսում Ինչպիսի ֆուտբոլ կմատուցեն թիմերը մեզ ինչ կփորձի անել Լեռնային Արցախի իհարկե շատ արագ պատասխան գնդակը հեղինակելու համար Մուրադյան ուժեղ ստացվեց փոխանցումը Լեռնային Արցախի ֆուտբոլիստներն են կատարում եզրային նետումը Միրզոյան Դնորեց գնդակը դեպի ձախ կեզր Համբարձումյանն է այստեղ դեպի կենտրոն Կամո Մանգասարյան Խաչատրյանը երկար փոխանցում է կատարում առաջ Գումրոյանը այստեղ առաջին արձագանքեց գնդակին Սոհերվից փորձեր բայց բարձր ստացվեց Գումրոյանի կատարած հարվածը Խաչատրյան երկար փոխանցում Արսեն Սարգսյան դեպի Մելքումյանը բայց այստեղ արդեն խաղի կանոնների խախտում կար ու տեսնենք Մրցավարը տեղին քարտեցույց տալիս թե Էրիկ Էլոյանին, թե Ռոնալդ Մելքումյանին այս վիճաբանության համար ու այո, իսկապես կար խաղի կանոնների խախտում այս դրվագում Դարբասապա Հարությունյանի դեմ պայքարում Ռոնալդ Մելքումյանի կողմից Եվ հիմա շարունակում ենք հանդիպումը կա մրցավարի սուդիչը Էդվարդ Հարությունյանն ուժեղ փոխանցում է առաջ Երզրումյան փորձեր, բայց ոչ ոք չկար Վերդերի ֆուտբոլիստներից այս դրվագում Գումրոյան առաջինն է, Գումրոյան այստեղ հասնում գնդակին, Գումրոյան սահանցման փորձեր, բայց գնդակի կորուստում և ժամանակ Մելքումյանը շարժվում է առաջ, շատ լավ փոխանցում Վալերի Բաբայանի ուղղությամբ, բայց արդեն Հերու թողեց Բաբայանը գնդակը չնայած անկյունային վաստակում է այս իրավիճակում Լեռնային Արցախը Մելքումյանն է իրականացնում անկյունները կա փոխանցում Մայքս Մելքումյանն այստեղ է հեռացնում գնդակը Համբարձումյան դեպի Կամո Մանգասարյանը գլորեց գնդակը դեպի ավելի հետել Մանգասարյան ուղարկեց նորից Համբարձումյան Թողեց գնդակը Արսեն Սարգսյանի
փոխանցումը Բաբայան, բայց այս փոխանցումը արդեն Պողոսյանի բաժին ասավ Հովսեփյան անցումը ստացվեց, բայց Մելքումյան այստեղ ճիշտ դիրքում էր տեքս զբաղեցրել, Մելքումյան բայց գնդակը հիմա թողեց Ամբարձումյանին ու շատ լավ փոխանցում էլ այստեղ ենք տեսնում դեպի կամո Մանկասարյան տեսնեք ինչ որոշում գնախնդրի ուղարկեց գնդակը Սարգսյանին դեպի Ռոնալդ Մելքումյանը սարված էր ու Էդվարդ Հարությունյան շատ լավ սեյվով է աշի ինքնում հիմա Բյորդերի դարպասապա իսկապես թվաց մի պա թե Սարգսյանի փոխանցումը դեպի Մելքումյանը ուժեղ էր ու Մելքումյանը կորցրել է հարված կատարելու հնարավորությունը բայց ոչ հասավ ու ոչ միայն հասավ նաև շատ վտանգավոր հարված կատարեց Ռոնալդ Մելքումյանը եւ Արժանին մատուցենք այս իրավիճակի համար Բյորդերի դարպասապա Էդվարդ Հարությունյանի գնդակը շատ լավ կերպով շատ լավ սեյվով վերացնելու համար հիմա արդեն Բյորդերից գնդակը Հարությունյանը ու նետում է իրականացնում Էրիկ Էլոյանի ուղղությամբ Մելքոնյան շատ լավ իջեցեց Մայիս Մելքոնյանը գնդակը ուղարկեց Խաչատուր Էրզրումյանին Էրզրումյանը սա արված էր բայց իհարկե եթե նկատեր որ խաղանկերը մոտ միանում է գրոյին տվյալ դեպքում Մայիս Մելքոնյանն էր ապա պատկերացնում եք ինչ իրավիճակ կարող էր ստեղծել Լեռնային Արցախի տուգանային մատույցներում Վալերի Բաբայան դեպի ցանկը նորից գնդակ այստեղ է Համբարձումյանը դեպի Սարգսյանը սա փոխանցում էր ու արդեն էր Խաչատյանը կարողացավ այստեղ ակտիվի էր գնդակին եւ Էդվարդ Հարությունյան ներողություն եւ երկար փոխանցում է կատարում առաջ Մելքոնյան բայց ստացվեց իջեցել Մայիս Մելքոնյանի մոտ Եզրային իրականացված է Մելքոնյան ու այստեղ Էլոյանը գործեց Կումրոյանն էր գնդակը տեղափոխեց դեպի Պողոսյանը նորից Էլոյանն է ձախ եզրում բայց այստեղ ստացվեց Էլոյանի մոտ գնդակը ընդունել խաղանկեր Պողոսյանի կատարած փոխանցումից հետո ու եզրային նետում իրականացնի արդեն Լեռնային Արցախը տեսնում ենք երկար փոխանցում դեպի Մուրադյանը արդեն Սարգսյանն էլ պայքարում է Մուրադյանի հետ այս ակամարտությունը դեռ երկար կտեսնենք Այգ Մուրադյան Արսեն Սարգսյան երկու թիմերի հավաքների պայքարը երկու թիմերի 10 համարների պայքարը Քաղաքված է գնդակը, սա երկար փոխանցում էր ու քիչ էր մնացել արդեն հասներ գնդակը Մայիս Մելքոնյանին ով պատրաստ էր արված կատարելու գործում հիմա Էրզրումյանին հասավ գնդակը նորից դեպի Մելքոնյանը բայց այստեղ Լեռնային Արցախի պաշտպանների ստացվեց իսկ այստեղ Մելքոնյանը շատ լավ գործեց ու հետո սայթակեց Մուրադյանն էլ հասավ գնդակին բայց հենց Մուրադյանից է հեռացել գնդակը այո Վալերի Բաբայան շևեկացում Բաբայանի կատարած հարվածը Համաձայն չէ Այգ Մուրադյանը մրցավարի կայացած որոշման հետ այո կարտպավորություն որը հեռացավ գնդակը Ռոնալդ Մելքումյանից բայց մրցավարը եզրային հետում նշանակեց հենց Լեռնային Արցախի օգտին ամենայն դեպս այդ նպատակը արդեն անցել է սա եւս մեկ փոխանցում էր դեպի Մելքոնյանը այո շատ են աշխատողանում Մայիս Մելքոնյանին նա իհարկե դեռ ինչ վտանգավոր հարվածներով այս խաղում աչքի չի ընկել բայց պետք չէ Մելքոնյանին տալ այս հնարավորությունները այդ տարածությունները նա շատ վտանգավոր է նրան մեկ պայ է առաջ իսկ հիմա Մելքումյանը շատ տպաստավոր դիրքում էր հայտնվել բայց հարվածը բավական բարձր ստացվեց Էդվարդ Հարությունյանը նորից ուժ
ուժեղ փոխանցումով գնդակ ուղարկեց առաջ, թողեց Հովսեփյանը գնդակը Էլոյանին ինչ արակացում, Էլոյանից դեպի Աչեզր, Էլոյան ու արդեն Անկյունային է իրականացնելու Վերդերը։ Այո, բայց ինչ տարածությունը աղթարեց միայնակ Էրիկ Էլոյան այս իրավիճակում, բրավո, իհարկե ծափարություններ այս արագացման համար Էլոյանին։ Ինչի եւ ում ջանքերի շնորհիվ հիմա արդեն Անկյունային իրականացնի Վերդերը արագ Մուրադյանը խաղարկեց գնդակը Մայիս Մելքոնյանի հետ։ Եվս մեկ փոխանցում Մելքոնյանին, իսկ այստեղ արդեն բաժին է ասում գնդակը Արսեն Սարգսյանին, բայց Պողոսյանն էլ շատ լավ աշխատեց Սարգսյանի թիկունքից։ Դուրս եկավ, այո, դուրս էր եկել գնդակը դաշտի սահմաններից, ինչը նշանակում է ես իսկ նետեմ Վերդերի ֆուտբոլիստները Էլոյան երկար ներդում դեպի Երզրումյանը, բայց այստեղ Երզրումյանի փոխանցումը Անկյուններից ոչ ոքի բաժին չհասավ, Շահյաց Պողոսյանն էլ վերականգնեց գնդակը, տեսեք ինչ փոխանցում էր կատարում, բայց հատվեց Պողոսյանի փոխանցումը Մայիս Մելքոնյան, հիմա էլ Մանկասարյանն է աշխատում Եվ շատ հաջող ստացվեց այս իրավիճակում։ Սարգսյան ու այստեղ արդեն հեռացեց գնդակը։ Դարպասապահարությունները ես իսկ նետելու է Վերդերը, այո։ Երզումյանը իջեցեց այստեղ գնդակը, Բաբայանն էլ խլեց, մրցակցից ու շարժվում է առաջ, բայց այստեղ ուղիղ դարպասապահ Վարդարությունյանի ձեռքերին բաժին ասավ գնդակը, այո որքան մնա հաշիվը ամփոփող խոսքս այս մեկ ասն է այնքան է արկել արված է ստացվելու, եթե կարողանա երկրորդը ապա իհարկե ավտիկ է իշտացնի խնդիրը, եթե ստացվի Լեռնային Արցախի մոտ հավասարեցնել հանդիպման Վերդերը մի փոքր ավելի պասիվ հանդիպում է հասկացնում, գործում է իհարկե այս առավելությունը պահպանել, բայց իհարկե Լեռնային Արցախի դրդաղում այս մեկ գնդակով մեկ չէ սահմանափակվել։ Շատ լավ փոխանցում ստացվեց Մուրադյանից, բայց այստեղ Հովսեփյանի փոխանցումը չանցավ։ Տիգրան Համբարձումյան կա փոխանցում դեպի Մելքումյանը, տարավ Ռոնալդ Մելքումյանն էլ գնդակի հետ։ Բայց Գումրոյանը այստեղ շատ վստակ գործեց և վաստակում է եզրային հետման հնարավորություն նորից Վերդերը, այո վերջում Մելքումյանը ձեռացավ գնդակը Բաբայան շատ լավ է գործում Վալերի Բաբայանը դեպի կենտրոն ու այստեղ արդեն խաղում է այո Գևորգ Պողոսյանը խաղի կանոնները ինչի համար նաև ստանում է դեղին քարտ որը կիրականացնի կարծես Արսեն Սարգսյանը կա սուլիչը Արսեն Սարգսյան ցածրից փորձ բաժնությամբ ընթացավ Սարգսյանի այս փորձը իհարկե բարդ է մասնապահացում էր թե արված, բայց այն դեպս շեղությամբ ընթացավ
Մուրադյանն է հիմա երկար փոխանցում կատարում առաջ հեռացեցին մի փոքր Լեռնային Արցախի ֆուտբոլիստները, բայց հետո էլ Ռոնալդ Մելքումյանը փորձեց գնդակի խլում իրականացնել ու հենց Մելքումյանից էլ գնդակը հեռացավ դաշտի սահմաններից դուրս։ Երզրումյան Մայիս Մելքոնյան փոխանցումը կա Հովսեփյան արված ու Եգոր գնդակը Լեռնային Արցախի դարպասում է այդ տվում Վերդերը 2-0 է դարձնում այս հանդիպման հաշիվը Էրիկ Հովսեփյան 2-0 թված մի պատ է Հովսեփյանի արվածը թույլ է ստացվել, բայց այո այդ տվեց գնդակը ցածում Վերդերը խփեց Եգոր գնդակ ու Լեռնային Արցախը եթե չեմ սխալվում այս առաջնությունում առաջին անգամ այդ տվում է հանդիպման ընթացքում երկու գնդակի տարբերությամբ Զիջովի կարգավիճակում այո եթե չեմ սխալվում Լեռնային Արցախը դեռ այս լիգայում նմանատիպ իրավիճակում չէր այդ տվել հիմա արդեն պետք է ոչ թե մեկ այլ նույնիսկ իհարկե Լեռնային Արցախը ոչ ոքին ձեռնարկում չէ այս հանդիպման համար պետք է հաղթանակի հասնել բայց ինչպես եթե Վերդերը պաշտպանությունում նմանատիպ իհարկե հզոր կերպով է պաշտպանում հակակրողներն շատ լավ են ստացվում այսօր Վերդերի ֆուտբոլիստների մոտ բայց ամենայն դեպս Լեռնային Արցախը պետք է փորձի Իհարկե դեռ 10 րոպե խաղա ժամանակ կա մինչ հանդիպման ավարտը, դա բավական խաղա ժամանակ է իհարկե 1, 2, 3 գնդակ հեղինակելու համար, բայց ինչպես եթե հիմա խնդրեմ, շատ բարձրակ իրավիճակում Լեռնային Արցախը գործում է գնդակը, չնայած հիմա նորից վերականգնեցին ու հիմա միգուցե գրոհ ստացվի Լեռնային Արցախի ֆուտբոլիստների մոտ իհարկե խոսքս վտանգավոր գրողների մասին է, Կամո Մանգաս, ներողություն Հարություն Մանգասարյան ուղարկեց գնդակը դեպի Բաբայանը, Ռոնալդ Մելքումյան Լավ նկատեց Մանգասարյանի առաջ խաղացումը, Մանգասարյան ու առնցիկա Հեռացեց այստեղ Վերդերի դարպասապահ այո գնդակը և ևս մեկ անկյունային իրականացնում Լեռնային Արցախը ու տեսնենք այս անկյունայինը ինչ կտա արդեն Արցախի ֆուտբոլիստների թիմի ավակ Արսեն Սարգսյանն է իրականացնելու անկյունայինը բարձից փոխանցում վտանգավոր էր միայնակ թողեցին Հարություն Մանգասարյանին բայց Մանգասարյանի հարվածն էլ բարձր ստացվեց այս դրվագում Գումրոյանն է հիմա երկար փոխանցում կատարում առաջ հասավ գնդակը դեպի Մելքոնյանը բայց ոչ Նիկոլայ Ամբարձումյանը ավելի շուտ արձագանքեց գնդակի եսիսն է դու է Լեռնային Արցախը Մանգասարյան գտավ կենտրոնում Սարգսյանին բայց այստեղ Հովսեփյանն է հեռացնում գնդակը Մանգասարյան Նորից դեպի Սարգսյանը վտանգավոր իրավիճակ է Արսեն Սարգսյան ինչ է այստեղ հեռացեցին գնդակը դաշտի սահմաններից դուրս ամենայն դեպս Վերդերի ֆուտբոլիստները ու հիմա տեսնենք ինչ որոշում կայացնի մրցավարը
Այո, խաղում չկար Սարգսյանի դեմ պայքարում, բայց սափարությունն էր երկու թիմերին էլ նախ իհարկե առաջինը Վերդերի ծափարեն գնդակը խաղադաշտից հեռացնելու համար, հետո Լեռնային Արցախին գնդակը մրցակցին հանձնելու համար ու շարունակում ենք հանդիպումը Մելքումյան վտանգավոր է ու չստացվեց հարվածել Ռոնալդ Մելքումյանի մոտ, հետո Մուրադյանը շատ վստահ պաշտպանվեց։ Մանգասանյան, Բաբայան վտանգավոր իրավիճակի ով է հարվածել ու Վալերի Բաբայան եւ ընկավ արդեն այո այդ վտանգավոր Վերդերի դարպասի ուղղությամբ երկրորդ տեմպ է ստանում Արցախի գրողը ու ակյունային վաստակում է Լեռնային Արցախը, այո Էլոյանը դիպել էր գնդակին որովհետև ակյունային խաղարկմանը Սարգսյանը իրականացնի անկյունայինը ցածրից Մելքումյան արված բարձր է ստացում Ռոնալդ Մելքումյանի այս փորձը 5 րոպե մինչև հանդիպան ավարտը այդքան ունեն ես տրամադրության տակ թիմերը այդքան ունի առաջին հերթին իհարկե Լեռնային Արցախը բարդությունից խուսափելու համար իսկ Վերդերը շատ հանգիստ կերպով այս պահին իհարկե պահպանում է ձեռք բերած այս երկու գնդակի առավելությունը Մուրադյան Երկար փոխանցում դեպի մրցակցի Տուկանայինի Մատուսեր Խաչատրյանը դուրս եկավ դարպասից եւ հետո մինչեւ վերջ շատ լավ կարողացավ պայքարել Մելքումյան ուղարկեց գնդակը Արսեն Սարգսյանին կա փոխանցում դեպի Բաբայանը վտանգավոր է Սարգսյանն է նորից վաժինացնում գնդակը Մանգասարյան Վալերի Բաբայան Արսեն Սարգսյան Աչից կա տարբերակ Սարգսյանը դեպի Մելքումյանն է ուղարկում գնդակը շատ լավ խաղարկումներ բայց այստեղ եղեր փոխանցումը դեպի Վալերի Բաբայանը հասավ ամեն դեպքում Բաբայանը գնդակին բայց արդեն շատ հեռավոր կետում ուղարկեց գնդակը Միրզոյանի ուղղությամբ Ամբարձումյան նորից Միրզոյանը գնդակով Մելքումյան ևս մեկ արված ու նորից Էդվարդ Արությունյանը կարողանում է հեռացնել գնդակը Արա խաղարկեց Լեռնային Արցախը գնդակը Գումրոյանն էլ ապահովության համար հեռացեց այո կարող էր թույլ տալ որպեսզի գնդակը վերցնի դարպասապահը բայց իհարկե ավելորդ լարվածություն չառաջացնելու համար Գումրոյանը հեռացեց գնդակը հիմա էլ անկյունային է իրականացնում նորից Լեռնային Արցախը աջ եզրում Եթե ստացվի մեկը հեղինակել Լեռնային Արցախի մոտ կարող են մտածել իհարկե չպարտվելու մասին բայց հակագրով Մայիս Մելքոնյան ու ինչու չշրջանցեց այստեղ դարպասապային Մայիս Մելքոնյանը հիմա կարող էր այս հանդիպման վերջնակետը իհարկե փաստել Վերդերը Մելքոնյանը կարող էր գրավել դարպաս ու այդ դեպքում բոլոր հնարավորությունները Լեռնային Արցախի պարտությունից խուսափելու համար իհարկե կմարվեին, բայց այստեղ Մելքոնյանը այս ինտրիգը իհարկե չավարտեց, այս ինտրիգը պահպանեց Մայիս Մելքոնյանը առայժմ իհարկե չբացառեն Լեռնային Արցախի այսպես ասած պարտությունից խուսափելու փաստը, ճիշտ է դրա համար ունի շատ քիչ խաղաժամանակ Լեռնային Արցախը, բայց դինենք արդարացի ու ասենք, որ Լեռնային Արցախից մենք այսօր չտեսանք այն հանդիպումը, որը սովոր էինք տեսնել Մանգասարյան ու հիմա պետք է ստացվեր այո այդ մեկ գնդակ է հեղինակել, հետո մտածել ավելի մասին 3 րոպե մինչ հանդիպան ավարտը 3 հույսի րոպեներ Լեռնային Արցախի համար 3 րոպեներ իհարկե անհրաժեշտ է Վերդերին պահպանելու այս ձեռք բերած առավելությունը Էլոյան գնդակով շատ լավ տեղափոխեց դեպի Աչեզր Հայկ Մուրադյանը հասնում է այս գնդակին ու շարժվում առաջ ևս մեկ փոխանցում ուժեղ ստացվեց բայց դա մեծ այսօր չի հետաքրքրում իհարկե Վերդերի ֆուտբոլիստերին նրանք պարզապես թույլ չեն տալիս պաշտպանությունում թերացումներ հիմա ամեն դեպքում Մելքումյան Ռոնալդ Մելքումյան եւ Գումրոյան այստեղ լավ գործեց մնաց գնդակը Լեռնային Արցախի մոտ Մանգասարյանը ձախ եզրում գնդակով է կա փոխանցում Վալերի Բաբայան արվածը կա ու այստեղ նույնպես փակվեց Բաբայանի արված ինչ իրավիճակ էր ու իհարկե սա այս րոպեների այս անդադար գրոների արդյունքում ամենամեծ հնարավորությունը Լեռնային Արցախի տեսանկյունից գոլ խփելու Ռոնալդ Մելքումյանն ու ստացվում է հիմա այո խփեց Լեռնային Արցախը ամեն դեպքում մեկ գնդակ ու կրճատում է Մելքումյանը հանդիպանաշիվը 2-1 դարձավ Վերդեր Լեռնային Արցախը հանդիպում ու տեսնենք
Շատեց Ռոնալդ Մելքումյան արիո անկյունային արագորեն խաղարկեց Վերդ Լեղություն Լեռնային Արցախ ու Ռոնալդ Մելքումյանը մեկ գնդակ հեղինակեց, բայց դա դեռ բավական չէ։ Իսկ հանդիպան ավարտին այո մնացել է արդեն գրեթե մեկ րոպե խաղաժամանակ։ Էլոյանը հեռացնում է գնդակը այստեղ եզրից նորից կնետի Լեռնային Արցախը։ Հիմա իհարկե պետք է Լեռնային Արցախը պարզապես չեռնա Վերդերի տուգանային հրապարակի մատույցներից եզրային իրականացված է Բաբայան, սա հարված էր, որը շեղությամբ ստացվեց Վալերի Բաբայանի մոտ։ Ճիշտ ապում իհարկե հիմա Վերդերը հիմա հեռացված է գնդակը պարզապես առաջ Էլոյան, այո, այսպես է անհրաժեշտ հիմա Վերդերի տեսանկյունից եզրից կնետի Լեռնային Արցախը վերջին ջանքերն են հիմա ներդնում իսկապես Լեռնային Արցախի ֆուտբոլիստները այս խաղում չպարտվելու համար կա փոխանցումը վտանգավոր է Մանգասարյանի արվաստել կայացավ, բայց բարձր ընթացավ գնդակը, այո, սա ևս մեկ հնարավորություն էր, որից չօգտվեց Լեռնային Արցախը։ Այո, հիմա արդեն կընթանա մրցավարի փոխհատուցած խաղաժամանակը երկար փոխանցում այդտեղ էլ ստացվեց հեռացնել գնդակի Էլոյան, հիմա պարզապես Վերդերին չի հետաքրքրում իհարկե ոչ մի գնդակի կորուստ, նրանք պարզապես գնդակը հեռացնում են սեփական տուգանային հրապարակի մատույցներից։ Էլոյանը կնետի եզրից շատ լավ նետում էր, նկատել էր Էրզումանին, բայց Վերդերի ֆուտբոլիստ Խաչատուր Էրզումանին այս դրվագում չհասավ գնդակի, հիմա էլ Բաբայանի փոխանցումը փակվեց եզրից կնետի Լեռնային Արցախը, նույնիսկ դարպասապահ Խաչատրյանն է հիմա միացել գրոին ու տեսնենք վերջին գրո, վերջին կամ երկու գրոներից մեկը գիականացնի հիմա Լեռնային Արցախը, Բաբայան դատարկ է հիմա, դարպասը Բաբայան փոխանցումը կա այստեղ անկյունային է վաստակում Լեռնային Արցախը, այո, հիմա դատարկ է Լեռնային Արցախի դարպաս ու եթե հիմա Վերդերը ունենա գնդակը հեռացնելու տարբերակ կարող են խփել երրորդ ու ավարտել հանդիպումը ինչ իրավիճակ է ու դարպասապահի Խաչատրյանը 11 մետրանոց հարված է վաստակում Լեռնային Արցախի համար պատկերացնում եք այս հանդիպումը ինչպես կարող է ավարտվել սա դեղին քարտեր ու հիմա շատ մեծ հնարավորություն է ստանում Լեռնային Արցախը իսկապես չպարտվելու համար այս խաղում եթե չեմ սխալվում խախտեց խաղի կանոնները Մայիս Մելքոնյանը Դեղին քարտ ստացավ ու հիմա արդեն Լեռնային Արցախը կարող է հավասարեցնել հանդիպման հաշիվը, բայց եկեք այո չտապենք վաստակելը միայն բավական չէ, պետք է դիպուկ իրացնել 11 մետրանոց հարվածը և այսքան ջանքերը, որը ներդրեց այս հանդիպան մեջ Էդվարդ Հարությունյանը հիմա իսկապես կարող է նա հերոսանալ, եթե իհարկե բրկի այս իրավիճակը Էդվարդ Հարությունյանը, Մելքումյանն էլ կարող է դուբլի հեղինակ դառնալ, այո, նա իրականացնելու 11 մետրանոց հարվածը ու տեսնենք Մելքումյան թե Հարությունյան, այս դիմակայությունից շատ բան է հիմա կախված կասուլիչը Ռոնալդ Մելքումյան անկասելի էր 2-2 հանդիպումն ավարտվում է այո մարտական ոչ հոգի ի վերջո Լեռնային Արցախը բրկվեց այս խաղում պարտությունից ծափարություն էր այս երեկոյի համար երկու թիմերին էլ խաղային օրն ավարտում ենք այս հանդիպումով բարի գիշեր